պաշտպանել շրջակա միջավայրը, զարգացնել տեղական ժողովրդավարությունը, խթանել սոցիալական արդարությունը եւ ջատագովել կանաչ քաղաքականությունների ներդրումը Հայաստանի Հանրապետության համայնքներում եւ Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհավոր։ 2025 թվական սեպտեմբերի 28 Լոռու մարզ փոքր այրում գյուղ հռչակագրի ընթերցմամբ ազդարարվեց կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական ցանցի հիմնադրումը։ Էկոակտիվիստական ցանցի ստեղծման գաղափարին միացել են Հայաստանի բոլոր մարզերից եւ Երևան քաղաքից էկոակտիվիզմի ակադեմիայի շրջանավարտներ, համայնքային ակտիվիստներ, բնապահպաններ, կանաչ տնտեսվարողներ, սոցիալական ձեռներեցներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ, ֆերմերներ, արդյունաբերության ոլորտի աշխատակիցներ, մարդիկ, ովքեր մտահոգ են մարդու իրավունքների խնդիրներով, ժողովրդավարական արժեքներով եւ կայուն կանաչ զարգացման գաղափարներ են կրում։ Գոնե վերջին 5 տարիներին մեկ ականատեսն ենք լինում, երբ որ համայնքներում մարդկանց կամքի վրա բռնանում են, այսինքն մարդիկ անընդհատ պայքարում են իրենց հող ու ջրի համար, տարբեր խնդիրների, դրանք բնապահպանական են, այսինքն օրինակ ցանկանում են ինչ-որտեղ հանք բացել, կամ դրանք սոցիալ էկոլոգիական խնդիրներ են, դրանք օրինակ գույողաջրեր, գետեր, աղտոտված գետեր, աղբավայրեր, որոնք որ ասենք չեն համապատասխանում ստանդարտներին, անընդհատ ծխում են։ Դրանք ուղղակի վերաբերում են այդ բոլոր խնդիրները մարդկանց իրավունքին, մարդու մաքուր եւ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքին եւ ընթացքում, այսինքն այս 2 տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ տեղի ունեցան, մասնավորապես այդ քննարկումները կենտրոնացան էկոակտիվիզմի ակադեմիայի շրջանակներում նաեւ, որտեղ որ միտք հղացավ, որ պետք է ձևավորվի շարժում։ Կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժումը առաջնորդվել է մի շարք արժեքներով, այն է շրջակա միջավայրի պաշտպանություն, բնական ռեսուրսների կայուն օգտագործում եւ հաջորդ ծերունների բարեկեցություն, սոցիալական եւ էկոլոգիական արդարություն, խտրականության բացառում, հաշվետու կառավարում, իրավագիտակից ու պահանջատեր քաղաքացիություն եւ այլն։ Կանաչ քաղաքականության որդեգրումն ու իրականացումը Հայաստանի համայնքների այսօրվա հրամայականն է, ասում են նախաձեռնողները։ Կանաչ խորհուրդների դաշնության հիմնական առաքելությունը լինելու է շահերի կոլեկտիվ պաշտպանությունը, որովհետև այն մարդիկ, ովքեր այստեղ են, հասկանում են այն խնդիրները, որոնք շուրջ իրենք աշխատում են իրենց համայնքներում, ունեն ավելի խորքային համակարգային բնույթ եւ մենք կարիք ունենք Հայաստանում ավելի կանաչ քաղաքականության առաջ մղման ու այդ նպատակով պետքա մեկտեղել մեր ջանքերը եւ փորձել ազդեցություն ունենալ ավելի բարձր մակարդակներում, ազգային մակարդակներում քաղաքականությունների, օրենքների փոփոխության վրա, ինչպես նաեւ ինքը լինելու է այսպես կոչված սոլիդարության համերաշխության ցանց, որպեսզի մարդիկ իրենց համայնքային պայքարում իմանան, որ իրենք մենակ չեն, այլ ցանցը միշտ կանգնած է իրենց մեջքին ու պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն։ Հայաստանի համայնքների առջև ծառացած մարտահրավերները մեծ ռիսկեր են պարունակում շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության համար։ Գետերը ցամաքում են, կանաչ տարածքները կրճատվում, օդն ու ջուրը աղտոտվում, ինչը բացասաբար է անդրադառնում նաև տնտեսության ու հատկապես գյուղատնտեսության վրա։ Եթե ինչ-որ ձևով չկարողանանք ճակատ ստեղծել, պայքարել, կարող է մի ժամանակ չկարողանանք այս հողի վրա ապրել։ Մենք ուզում ենք պահպանել մեր ապրելու իրավունքը մեր հայրենիքում, բայց առողջ ձևով մտածել եւ մտածել հանքերը պետք է լինեն եւ պիտի նաեւ մենք լինենք առաջնություն տալով որ բնագավառը ավելի ճիշտ կլի զարգացնենք հանքարդյունաբերություն թե օրինակ Վայոց ձորում տուրիզմ գինեգործություն ունենք Վայոց ձորում 6000 տարվա գինու բրենդ կորցնենք դա տեղ կա պետք է որ հանքն աշխատի տեղ կա պետք է որ խաղող աճեցնենք երկուսը միասին անհամատեղելի է։ Մենք նույն ձևով մտածող մարդկանցով փորձեցինք ստեղծել մի կազմակերպություն, մանիֆեստ հրապարակեցինք, որ մեզ հետ հաշվի նստեն եւ ժողովուրդը զգա, որ կան մարդիկ, որոնց իրենց հոգսերով մտածում են։ Նմանատիպ բնապահպանական շարժման կարիք, որը կհամախմբի ու կհամակարգի տեղական նախաձեռնող խմբերին, ակտիվ երիտասարդներին վաղուց կար, ասում է Առողջ Հրազդան նախաձեռնության անդամ Արսեն Արսենյանը։ Եվ այս հռչակագրի ընդունումից հետո կանաչ խորհուրդները կարծում եմ, որ շատ մեծ թափ են տալու բնապահպանական մեր առաջնահերթություններին, հատկապես համայնքներում, հատկապես մեր համայնքում մեզ շատ օգուտ է բերելու
այս ցանցը, այս թիմը, որ ձևավորվել է այս երկար ամիսների ընթացքում։ Համայնքներում այն ինչ որ նախատեսվում է կանաչ խորհուրդների ստեղծումը, նախ ամենակարևորը հենց տեղում շրջակա միջավայրի պահպանության հետ կապված ծրագրերի իրականացումը կլինի, ու նաև այդ ամեն ինչին գումարած նաև այս ընդհանուր դաշնությունը, որ ստեղծվեց, ինքը հնարավորություն է տալու Հայաստանի ցանկացած կետից մի ուրիշ կետ օգնության հասնելու, հա։ Այստեղ ներկա անհատներս, ամենքս մեր համայնքում, բնակավայրում բավականին լուրջ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա, ինչ-որ պայքար առաջնորդելու, որը մեզ որպես անհատ, միայնակ կամ փոքրիկ խմբով պայքարող անհատի բավականին խոցելի է դարձնում, իսկ միավորվելով, ունենալով մեր թիկունքում համակիրների, համախոհների, գաղափարակիրների խումբ, մենք դառնում ենք ավելի պաշտպանված, ավելի ուժեղ եւ անխոցելի։ Ի սկզբանե շատ ոգևորված եմ եղել այս նախաձեռնությամբ ու մեծ ոգևորությամբ եկել եմ մասնակցելու այս միջոցառմանը։ Ես կարծում եմ, որ կանաչ խորհուրդների դաշնության ստեղծումը մեծ խթան կհանդիսանա թե ակտիվիստների գործունեության առաջխաղացմանը եւ թե նոր գաղափարների բարձրաձայմանը։ Մասնակիցների կարծիքով սա աննախադեպ շարժում է, որը մեծ օգուտներ կբերի Հայաստանի համայնքներին։ Եվ երիտասարդների համար ինքը կլինի շատ լավ ուղեցույց, ուղենիշ։ Եվ եթե մենք իրապես կարողանանք իրականացնել գործունեություն, այն ինչ որ ներկայացված է դաշնագրի մեջ, մի կարծեմ 3-ից 5 տարի հետո մենք կունենանք շատ մեծ արդյունք։ Կներգրավվեն ամբողջ համայնքի երիտասարդները, իրազեկվածությունը շատ լուրջ կբարձրանա, կրթության առումով կլինի բոլոր երիտասարդների մոտ բարձր գիտակցություն, որը անչափ կարևորում է։ Ուրախ եմ ու հպարտ, որ ես մի մասն է այս հռչակագիրը հռչակելուն, հա, այսինքն այս ամեն ինչի մի մաս ես ակնկալիքից բաց ես վստահ եմ, որ այս շարժումը, որը սկսվում է, ինքը մեծ օգուտ տալու Հայաստանին, քանի որ մենք Գեղարքունիքի մարզից ենք, կազմակերպությունը գործում է այնտեղ, կարևոր ենք համարում հռչակագիրը նաև տարածվի Գեղարքունիքի մարզում, քանի որ ունենք Սևանը ունի նաև էկոլոգիական եւ բնապահպանական մի շարք խնդիրներ, հռչակագրով կարծում եմ, որ կարող ենք հասնել այդ խնդիրների մեղմանը։ Եվ իմ կարծիքով կանաչ խորհուրդների ստեղծումը կնպաստի այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են բնության պաշտպանությամբ, բայց չունեն, այսպես ասած, արտահայտվելու միջոց, դառնալ կանաչ խորհրդի անդամ ու փորձել դրական ազդեցություն թողնել իրենց համայնքներում։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի փոքր այրում բնակավայրից։